Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ օրերս Երևան այցելած Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, թե արևմտյան պատժամիջոցների հետևանքները ոչ միայն բարեհաջող հաղթահարվում են, այլև նպաստում եվրասիական ինտեգրացիային։ Հրայր Թամրազյանի կիրակնօրյա վերլուծական ծրագրում Բագրատյանը լավատեսական գնահատականներ չի հնչեցնում միության կազմում Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ես իրենք չունեմ ասել, որ նման խոսքերին լուրջ մի վերաբերվեք, որովհետև Սերգեյ Նարիշկինը բարձրագույն ռուսական պաշտոն է, բայց այստեղ կասեի լուրջ մի վերաբերում եք ոչ այդ իմաստով, այլ պարզապես որպես հերթական ֆրազա ասված։ Գործերը ԵՏՄ-ում ուրեմն այս տարի լավ չեն, Ռուսաստանն ու Բելարուսը փակել են տնտեսական անկումով, Ղազախստանը ունի աճ 4%, Հայաստանը ուներ առաջի 2 ամսում գրել են 2.5% աճ։ Բոլոր երկրների համար այս թվերը բացառությամբ թերևս Ղազախստանի թվի վերջի 10 տարվա միջինից ցածր թվեր են։ Այսինքն վերջին 10 տարվա համար իրանք ունեն վատ թվեր, վատագույն թվեր։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարար Տատյանա Վալովայան էլ Երևանում համեմատել էր, թե Եվրոպական տնտեսական միությունը լավ օրերի ինտեգրացիա է, եվրասիականը բոլոր օրերի։ Ճանաչում ենք Տատյանա Վալովային, հարգում ենք որպես տնտեսագետ, բայց Հայաստանում էլ կան մի շարք տնտեսագետներ, որոնք ի վիճակի են շատ ռացիոնալ դատել։ Ես չգիտեմ, ասենք մեր ներկայացուցիչները դա կարող են անել եւ անում են, թե գերադասում են, ասենք, ժպ տալ, գցնել։ Մենք այնտեղ 3 ներկայացուցիչ ենք նշանակել։ Ուզում եմ նրանց հաջողություն մաղթել։ Բայց անդրադառնալով նրա ասածին, սրանք խոսքեր են։ Հրանտ Բագրատյանը անիրատեսական է համարում իշխանությունների կանխատեսումները, թե Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ եվրոպական շուկայի եւ եվրասիական տնտեսական միության միջև։ Նախկին վարչապետը տարակուսանքով է արձագանքում այս գնահատականներին։ Չեղավ։ Եվրոպան կասի դուք ով դարձաք, որ մենք Ռուսաստանի հարաբերությունները ծեր կամրջով անցնենք։ Գործնականում նման օրինակներ պարզապես անհնարին։ Հիմա դառնաք մեր ոչ մի երկիր այդ իր համեմատական առավելությունը սուվերեն իրավունք մեկ այլ երկրին չի անի։ Նախկին վարչապետը խիստ քննադատում է այն, որ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը տրանսֆերտներն են։ Երկիրը չի կարող գոյատևել դրանցով, ասում է Բագրատյանը, առաջարկելով Հայաստանում գումարներ ներդնել։ Այդքան չնայենք տրանսֆերտը Յակուտիայից Երևան հասավ, թե չէ։ Եկեք մեզնով զբաղվենք, այնքան փող կա դրսում։ Պարտադիր չի տրանսֆերտի տեսքով լինի, հասկանում եք։ Չեն գալիս, չեն ներդրում։ Անհասկանալի է մթնոլորտը։ Չեն դրսել դեմոկրատիա։ Այս բաների վրա եկեք աշխատենք, էլի ամեն անգամ չգցենք պատճառը դուրսը, թե տեսեք տրանսֆերտը չի եկել, ռուսական ռուբլին արժեզրկվում է ես եւ դուք, ի վիճակի չենք, իզորը չենք օգնել կամ վնասել ռուսական ռուբլին։ Հրանտ Բագրատյանը սկզբունքորեն դեմ չէ բարեփոխել սահմանադրությունը։ Ներկայացված հայեցակարգում օրինակ դրական է համարում մարդու իրավունքների պաշտպանության դրույթները։ Միայն թե հայտնի չէ, արդյոք դրանք կյանքի կկոչվեն։ Ասում ես, ասենք Կինս թերություն ունի, դու չես ասում բաժանվեմ ես կնոջից, չէ՞, փոխեմ կնոջից, չէ՞։ Արդյոք փոփոխությունից հետո ավելի լավ կնի, պատասխան չկա։ Եվ արդյոք այդ հայեցակարգում առաջարկված են այդ փոփոխությունները, նույնպես չկա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այս նախաձեռնության գլխավոր նպատակին, անցմանը խորհրդարանական համակարգին, ապա Հրանտ Բագրատյանի գլխավորած Ազատություն կուսակցությունը մտադիր է մինչև սահմանված ժամկետը մայիսի 5-ը առաջարկներ ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին։ Արգել եք նոր սահմանությամբ 50% ավել ունեցող որևէ քաղաքական ուժի։ Արդեն վրազ ասում են, սա դիկտատուրա է, հա, բայց եթե տանեք պարլամենտարիզմի, ստանանք 70% մեծամասնություն, այո, ընտրակաշառքով, այո, զորբայությամբ, եւ հետո ինչ ենք անում, ստանանք պարլամենտի դիկտատուրա, այդ դիկտատուրան ավելի վատ է, քան այսօրվա պրեզիդենտի դիկտատուրը, որովհետեւ այսօր էլի նայրիդ աշխատավարձ չի ստանում, գնում է պրեզիդենտի ապարատ դեմ։ Իսկ այդ դիկտատուրայի դեպքում ուր գնա, պարլամենտում չես գտնելու կոնկրետ մեղավոր։ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, իշխանությունների հետ չի քննարկել որևէ պաշտոն ստանալու տարբերակ, բայց կապի մեջ է վարչապետի հետ։ Այս վարչապետը, ես չգիտեմ, ինքը ինչ կանի վերջո, ինչքան կանի, ոնց կանի, հրավիրում է զրույցի։ Ասենք Ակումբ Բենոր հավաքել էր եւ անկեղծորեն ասում էր. ես խնդրում եմ ձեզ ասեք, ինչ եք տեսնում։ Ես տեսնեմ օգտակար ինչ կա պետության համար։ Ես միայն կողջունեմ այդպիսի մոտեցում, հասկանում եք, ասենք նախկինի առոգանտ բանի փոխարեն։ Mən ողջունում կարելի։ Ես կարող այս բոլոր անհետևանք մնա։
Հասկանում եք, ամենայն դեպս այսօր վիճակը լավ չի երկրի, եւ մենք հենց չենք տեսնում, որ ինքը սկսում է լավանալ, բայց խոսակցությունը դա ճիշտ է։